խնդիրը նայել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսանկյունից։ Կարճաժամկետ իհարկե դրական է, երբ որ Հայաստանի համար բացվում այլընտրանքային ճանապարհ։ Մի փոքր ավելի, եթե խորքային պատկերը փորձենք հասկանալ, պետք է հասկանանք, արդյոք դա չի հանդիսանում, օրինակ, այս գործարքը չի հանդիսանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև գործարքի հետևանք, այսինքն նույն Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով փորձում է Հայաստանին պահել իր ազդեցության գոտում։ Այս չեմ ուզում մենք գնանք այդ դավադրապաշտական դավադրության տեսությունների դաշտ, իհարկե ունենք շատ սահմանափակ տեղեկատվություն սրա վերաբերյալ, բայց ամեն դեպքում մտավախություն եւ մտահոգություն կա, որ դա կարող է լինել, ենթադրենք Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնության հետևանք, որը արդեն դե իհարկե եթե փոքր ավելի երկարաժամկետ նայենք սպառնալիքական օգուտ Հայաստանի Հանրապետության համար հենց այդ նույն դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Բայց քանի որ չունենք նման տեղեկություններ, պետք է հաշվի առնենք օբյեկտիվ իրականության գործոնները, իսկ այդ տեսանկյունից իհարկե լավ է, որ Հայաստանը ունի նման մեկ այլընտրանքային ճանապարհ,